Բաքվում այսօր մեկնարկել է Արցախի նախկին ղեկավարների գործով ռազմական դատարանի կայացրած վճռի վերաքննիչ բողոքի քննությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ մանրամասներ ես կարողացել պարզել այս դատավարությունից։ Շատ քիչ բան է հայտնի, այս դատական նիստի գումարման մասին տեղեկությունը տարածել է Ազերտաչ պետական գործակալությունը, նույնիսկ նախապես չկար ոչ մի տեղեկություն այն մասին, որ այսօր այդպիսի նիստ է գումարվելու, ինչպես եւ նախորդ դատավարության ժամանակ որևէ անկախ լրատվամիջոց ներկա չէ, միայն պաշտոնական տեղեկություն է տարածվում, իրավապաշտպանների մուտքը նույնպես ըստ էության արգելված է։ Եվ հայտնի չէ նաև երբ կգումարվի այս գործով հաջորդ դատական նիստը։ Հիշեցնեմ, փետրվարի 5-ին Բաքվի ռազմական հարցերով դատարանը վճիռ էր կայացրել 16 մեր հայրենակիցների գործով, այդ թվում նաև Արցախի նախկին ղեկավարների, որոնք տարբեր ազատազրկման ժամկետների են դատապարտված եղել այդ շինցու մեղադրանքներով։ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միջազգային իրավապաշտպանները այս գործը համարել էին շինցու եւ քաղաքականապես մոտիվացված։ Այդ 16 ամբաստանյալներից 15-ը բողոքարկել են վճիռը վերաքննիչ դատարանում, Ռուբեն Վարդանյանը վճիռը չի բողոքարկել։ Իսկ իմաստունի հույս էր կապել այս դատավարության հետ։ Դե կասկած չկա, որ որևէ այսպես դրական փոփոխություն չի լինելու, այս դատավարությունը պետական պատվեր է եւ ընդհանրապես Ադրբեջանում ամբողջովին վերահսկվում է դատարանը կառավարության իշխանության կողմից, բայց ինչն է հետաքրքիր, նույնիսկ այս պայմաններում որոշել են ապահովագրել իրենց եւ գործի քննությունը հանձնարարել են մի դատավորի, որը ամբողջովին վերահսկվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Խոսքը Էլմար Ռահիմովի մասին է։ Սովորաբար հենց իրեն են հանձնարարում քաղաքական գործերի քննությունը եւ հենց ինքն է հաճախ մեղադրական վճիռներ կայացնում այն գործիչների նկատմամբ, որոնց այնուհետ իրավապաշտպանները քաղբանտարկյալ են որակում։ Նա է օրինակ վճիռ կայացրել հայտնի իրավապաշտպան Շամիլ Հալիլովի գործով, այլ անդիմադիր առաջնորդների, ակտիվիստների, լրագրողների, կրոնական գործիչների գործով։ Եվ ադրբեջանցի իրավապաշտպանները, մասնավորապես Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը դասել է Էլմար Ռահիմովին կառավարությունից եւ նախագահական աշխատակազմից ամենամեծ կախվածությունը ունեցող դատավորների շարքին։ Դա հաշվի առնելով ել ավելի վստահ կարող եմ ասել, որ որևէ լավ բան սպասել այս վերաքննիչ դատավարությունից չարժի։ Թեև կարծես վստահ են, որ դատավորը իրեն ծառայելու է, ամեն ինչ ժամանակին արեցին, որպիսի այդ բողոքարկման փաստաթղթերը եւ փաստաբանների միջնորդությունները չհասնեն վերաքննիչ դատարան, որպեսզի չկարողանան բողոքարկել այդ վճիռը։ Մասնավորապես նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հարազատների հետ ունեցած հեռախոսազրույցում խոստովանել էր, որ իր բողոքները վերաքննիչ դատարան չէին հասնում։ Դատավարության ընթացքում ճչացող խախտումների մասին խոսել էր նաև խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաբայանը եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Ես նաև պետք է հիշեցնեմ, որ Ադրբեջանը վերջերս խզել է բոլոր կապերը Եվրախորհրդի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, դա փաստորեն նշանակում է, որ դատական որոշումը հնարավոր չի լինի բողոքարկել Ստրասբուրգում։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ինչու չի բողոքարկել։ Դե Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվել էր եւ դա առանձին գործ էր եւ նաեւ տարբեր էին հանգամանքները։ Ի տարբերություն մնացած մեր հայրենակիցների, Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկել, բայց չի ճանաչել վճիռը օրինական։ Ավելին, նա համարել է, որ եթե բողոքարկի, դա կնշանակի, որ ճանաչում է Բաքվի ռազմական հարցերով դատարանի կայացրած վճռի լեգիտիմությունը։ Իսկ նա այդ վճիռը լեգիտիմ չի համարում, ինչպես նաև ողջ դատական պրոցեսը։ Աբսուրդ է նույնիսկ այն փաստը, որ նրան դատել էին ռազմական հարցերով դատարանում, այն դեպքում, երբ նա քաղաքացիական անձ է։ Արտյոմ, միջազգային ճնշում Բաքվի վրա այս հարցում նկատվում է։
Դե օրինակ թարմ օրինակը Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցից առաջ Ամերիկայի հայկական ասամբլեան դիմել էր պետդեպի ղեկավարին, կոչ անելով օգտագործել իր հնարավորությունը հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Ասամբլեան հիշեցրել էր Մարկո Ռուբիոյին, որ ժամանակին Դոնալդ Թրամփը խոստացել էր օգտագործել իր ունեցած ռեսուրսը այս խնդրի լուծմանը համար, կոչ էին արել հետևողականություն ցուցաբերել այս հարցում եւ կատարել տված խոստումը։ Շնորհակալություն, Արտем։